Ողջույն բարեկամներ, նայելով անցուդարձ օրվա մարդկանց ապրելակերպը, ինչի մասին են նրանք գրում, ինչ են խոսում, ինչ են վերլուծում, իմ մոտ ունես տպավորությունը, որ մարդկանց մեծ մասը նույնիսկ երեկվա անցուդարձը չի հիշում։ Երեկվա անցուդարձը չի հիշում կամ եթե սենց է մտածում, եթե ես չեմ հիշում, նշանակում է դա արդեն չի եղել, եթե չի եղել, նշանակում է վաղը ինձ ոչինչ չի սպառնում։ Ես ընդամենը հիմա երկու բան կհիշացնեմ, ցավոք սրտի, որ շատերին պետքա բերի մի հատ այլ կարգի հոգեվիճակի, որ մարդ ստիպված սկսի մտածել։ Առաջի տեսանյութը։ Թողեք դրան։ Ինչ ես ուզում, ով ես։ Անունս Աբգար է, ձերդ գերազանցություն։ Միթե չեք տեսնում ինչ է կատարում մեզ հետ։ Մեզ սպանում են, խոշտանգում, մենք շատ էինք, հազարներով, մնացինք մի քանի 100 հոգի, ուժասպառ, արյունոտված ոտքերով։ Դե ինչ, քեզ Աբգար հիմա կոշիկներ կտանք, հատուկ կոշիկներ։ Իսկ մյուսներին ձերդ գերազանցություն, դու նրանց ցույց կտաս քոնը, եթե դուր գա, նրան էլ կտանք, նրանց բոլորին, շնորհակալ եմ ձերդ գերազանցություն։ Ես կարծում եմ այդ շարունակությունը իմաստ չունի, ցույց տալու, թե ինչպես են պայտում մարդուն։ Ինչպես են պայտում մարդուն, սա նույն թուրքերն են։ Ոչ մի բան չի փոխվել, եթե մեկը կասկածում է, ես հիմա սա էլ եմ ուզում ձեզ ցույց տամ։ Սա երկու օրվա տեսանյութ է։ Սա երկու ամսվա բուժումներից հետո քաղաքական դաշտ է վերադառնում, հələ տեսեք։ Իրենց Էրդողանի կուսակցության ազգային թևի առաջնորդը, հա, Դովլետ Բախչելին։ Նու տեսեք, ստեղ նայեք։ Սրանք ոչ միտեղ չեն գնացել, ժողովուրդ ջան։ Սրանք տեղում են, ներկա են։ Ասեմ ավելին, սրանք ոչ թե ներկա են Հայաստանում, ներկա են կառավարությունում եւ ամեն ինչ իրանք են որոշում Հայաստանի հետ կապված։ Սրանք այն մարդն են, որ սա էլ իրականացրել։ Ես սա սարսափ տարածելու համար չեմ ասում։ Այսօր դուք տեղյակ եք, որ այն ադրբեջանցի, որ Արցախում մարդ էր մորթել, մարդիկ ծերեր մորթել, որը դատախազությունը քրեական գործ էր Հայաստանի Հանրապետության հայտարարել, հարուցել, հա, որը իբր որոնման մեջ էր։ Հայաստանի Հանրապետությունը դրա որոնումը հանել այդ մարդու վրայից։ Եվ այդ մարդը վերադարձել Ադրբեջան։ Հարցազրույցներ է տալիս։ Այն մարդը, որ սա իր գործել է, եթե սրանք պայտեցին այս ընկերոջը, այս հերոսին, նա մորթել է ծերերին ու նկարել է դա, տարածել է։ Հայաստանի Հանրապետությունը, որը հիմա զավթված է սրանց կողմից, հա, այս սրանց կողմից է զավթված։ Երևի հիշում եք այն նավակ ճոճողի, հա, ժեստը, որ սենց նկար ունի, չէ, սանց ժեստով։ Նայեք։ Խնդրեմ, սա է։ Այս դիակը, բայց հարցը այս դիակը չի, հարցը նա է, որ այս պետության քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել 100 տարի առաջ, 100 տարի եւ ավել։ Չի փոխվել սրանց կրսել եղբայր Ադրբեջանի մոտ։ Եվ սրանք կարողացել են Հայաստանում դնել մարդիկ, որոնք այս նույն քաղաքականությունն են իրականացնում արդեն հայ ժողովրդի նկատմամբ հենց ներսից։ Ու սենց է վիճակը, իրանք կարող են ռազմական հանցագործություններ կատարել եւ դրա համար կարող են չպատժվել։ Նրանք կարող են մտնել Հայաստանի տարածքում մարդ սպանել եւ Նիկոլ Փաշինյան դրանց վերադարձնի Ադրբեջանին։ Հետո էլ ասի, բա մենք բան չունենք, մենք գերի չունենք, որ փոխանակենք։ Ես որ նայում եմ անցուդարձը, մարդկանց սոսերտությունը ինչի մասին են խոսում, ինչն են վերլուծում, ես մտածում Տեր Աստված։ Ոնց կարելի է այս կարգի առանց հիշողություն ապրել։
Խոսքը նրա մասին չի, որ մարդը անդադ ստրեսի մեջ պետք է ապրի, հա, բայց մարդը կենթանուց տարբերվում է հիշողությամբ, երբ որ նույն բանը կրկնվում է իր հետ, դրա մեղավորը հենց ինքն է, ու հենց հիմա մեր հետ կրկնվում է, սա չափազանցություն չի, ես հիմա մի քանի տեսանյութ ներկայացնեմ ու անցնենք առաջ, այս ամեն ինչ իրականացնում մի քանի բանով, մի քանի քարոզչական. Սենց մի հատ կենթանի կա, ես մի անգամ եմ կյանքիս մեջ անդրադարձել, հա, ինչ որ ամատունի է սրանում, լավ հեսա հիշեմ կասեմ ընթացքում, սենց ինչ որ մեկը կա, որ պատերազմի ժամանակ ինչ որ ի հայտ եկա միտեղից ծալեց, առաջացավ և սկսեց խոսել ինչ որ զենքի արտադրության մասին, այն փափուկ բարդ ձնող ժողովրդի գլխի տակ, որ ինքը ինչ որ փախած մի մեկն է, երբ որ սա մի հիմարություն էր դուրս տվել, ես սա մասին հաղորդում արեցի, էլ աշխարհում տեղ չմնաց, մայրցամաք չմնաց, որ զանգեն ինձ ասեն սա ով է։ Սա Բելարուսից փախած ժամանակին, նայեք ով է ինքը։ Այս կենթանակերպը, Արարատ Սադոյան, սա Բելարուսում դատապարտված, Բելարուսից փախած, էլ տեղ չի մնացել երկրագնդում, որ սա տարբեր անուններով, տարբեր կեղծ անուններով չլինի։ Հիմա ես հարց եմ տալի, ինչ եք կարծում, Բելարուսից ով կարող էր կեղծ անձնագրերով մի քանի երկրներում հասնել խաբել մարդկանց։ Ով էր այդ կեղծ անձնագրերը սրա համար սարքելու։ Ու սա արցախցիների, այս քարոզչական մասն է, հարձակվում արցախցիների վրա, որ արցախցին արժանի չէ ոչինչի, անշնորհակալ դուրս եկան։ Հիմա արցախցիների ջան, ես հատուկ եմ սա ցույց տալի, որ ով է, որ դուք հասկանաք ով է ձեր մասին արտահայտվում։ Սա էլ պետք է տենաք, ես երբևէ ոչ մեկի անձնական կյանքին չեմ անդրադարձել, որտեղ այս պիղծերը իմ համար նորություն չեն, եւ ես իրանց ոչ մի գործողություն, այս աստիճան, այս անկյան տակ չեմ վերլուծել, չեմ նայ, ես իրանց ընդհանուր մի հատ բառ ունեմ իրանց համար, պիղծ։ Այս տեսնում եք այն տղու ոտքը գրկած տակը նստած երկար մազերով, ճիվաղը, պիղծը, սա նույնը, սա նույն կենթանին է։ Հիմա արցախցիների ջան, հիմա վերադառնամ ձեզ։ Ձեզ ասում է անշնորհակալ մի մարդ, որը պապազած երկար մազերով ուրիշ տղու ոտա գրկել։ Հիմա ես դուք լավ հասկանաք, որ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քարոզչական մեքենան կազմված է այս կարգի պիղծերից։ Եվ իրանք հիմա խնդիր ունեն ձեզ հնարավորինս վարկաբեկել։ Դու արդեն սա նոր բան չի, բայց հիմա ինչ որ նոր թափ է ստացել։ Նոր թափ է ստացել, որ ինքը հիմնավորի թե ինչի է կտրում արցախցիների գումարները, հա, որտեղ արցախցիների ինչ որ անհանգստություն են, ինչ բողոքի ակցիա կա, ալիք կա, կաներեք։ Եվ որպեսզի նվաստացնի այդ բողոքի ալիքը, ապացուցի, որ ինքը ճիշտ անում։ Այս կարգի վիժվածքներին հանը շպրտել է դուրս 100 երկրի ագենտ, 100 տեղ խապած, դուք պետք է հասկանաք մի բան, ժողովուրդ ջան, Նիկոլի ամբողջ թիմն է սրանցով կազմված, ամբողջ թիմը, հա, Ավինյան Տիկոյցկից մինչև Դթում, այս պարիկներով, մինչև Ռոման Բաղդասարյան, մինչև Արման Բաբաջանյան, սրանք բոլորը, մինչև Շիրիմյան, այս պարիկներով իրար ոտ ու բան գրկած, նկարներ ունեն, մի օր որ բանը լինի, հա, օդը լինի, մենք այս ամեն ինչը տեսնելու ենք։ Ամեն ինչը տեսնելու ենք, ուղղակի հիմա դոզայավորված է, քանի որ այս հետ կարգի թռչող եթիմ չէր իրանց ընթացքում, սուզուի մեջ կներեք, հա, մի անգամից տարբեր տեղերից զանգերը ստացա, մինչև Բրազիլիայից մարդիկ զանգել են, որ ասեն էսի ով է։ Մարցախցիներ ջան, ձեզ որ սենց մեկը բան է ասում, դուք պետք է ձեզ կոմպլիմենտ ընդունեք։ Եթե սա ձեզ գովար, սերտ կասկածելի կլիներ։ Հա, դուք հիմա գնահատեք, ով է ինքը, որ ձեզ գնահատական տա։ Թե դուք ումից եք շնորհակալ, ումից չեք շնորհակալ։ Դա ընդհանրապես այս կարգի տականքների քննարկելու բանը չի։ Ես ուրիշ բան կասեմ։ Հայաստանը 30 տարի որ ապահով ապրել է, հա, դա ապրել է մենակ մի պատճառով, որ մեր սահմաններն անցնում էր հորարիզով։ Մեր սահմաններն անցնում էր Արաքսի ափով։ Հայաստանի ապահովության երաշխիքը հենց եղել է Արցախը։ Ով արցախցիներին այս կարգի ճիվաղները իրենց լափի, իրենց մի բուռ ոսկորի համար ներացնում են։ Պատկերացնում եք, չէ՞, սա ոչ հայրենիք ունեն, ոչ սեռ ունեն, ոչ պատմություն ունեն։
Մենակ այս կարգի մարդ է, ասկեն այս կարգի Նիկոլը կարա արցախցիների ներասնի։ Ես ասում արցախցիներ դա Վիտալի Բալասանյանը չի, Սամվելը չի, Շահրամանյան, Արայիկը չի, Հարությունյան, այսինքն այն իրանք ոնց են ասում ռազմաքաղաքական ղեկավարությունը չի, որի մի մասը այսօր բանտերում է, Բաքվի, ցավոք։ Սա պետք է Երևանի բանտերում լինի։ Բայց սա ուղղող սխալ է։ Արցախցին դա չի։ Արցախցին այն մարդն է, որի շնորհիվ Հայաստանի սահմաններն անցնում են այդ տարածքներով։ Եվ այսօր, տեսեք, Գորիսում մարդկանց վրա կրակում են։ Գիտեք հիմա ինչ են կրակում։ Որովհետև Հայաստանի սահմանները այլևս ներուժ չի ասում։ Բայց դա ում է հետաքրքիր։ Ում։ Դա հետաքրքիր է մարդուն, որոնք ապրում են այդ գյուղերում։ Դա հետաքրքիր է մարդուն, որոնք հայրենազրկվել են, տնազրկվել են, բայց երբեք այս կարգի գոռամատունի կարծեմ սրա էս կենթանոն է։ Ինչու նման մի բան, բայց ոչ երբեք այս կարգու կենթանի, որովհետև մարդ ոչ սեր ունի, ոչ հայրենիք ունի, ոչ արժանապատվություն ունի, իրա ինչին է պետք Արցախը, հա? Ինքը որտեղ ասես կարա խափի ժամանակավոր, փողի դիմաց ստի, ասի ես ինչու ռազմական, ինձ 3 տարի մարդիկ, ես մի անգամ եմ ես անդրադարձել, ես նույնիսկ հիմա չեմ էլ հիշում ինչի, ես հազվադեպ եմ մարդկանց անդրադառնում, էդ էլ պետք է այսինքն ծայրահեղ այս կարգի անհրաժեշտություն լինի, որ ես դες մասին խոսամ, այդ հաղորդումից հետո ասում եմ երկրագնդի վրա այդ տեղ չմնաց, որտեղից իրեն ճանաչողները տարբեր անուն ազգանունով չզանգեին ինձ։ Եթե արցախցիներին այս կարգի վիրավորած չեն, ես էլ իրան չէի անդրադառնալու։ Ոչ թե ես իրա տեղը չգիտեմ։ Իրան նման թափած են։ Իրան նմանները լցված են ամբողջ ինտերնետը, ես բոլորին չեմ անդրադառնում։ Ես հիմա խոսում եմ արցախցիներից հետ, արցախցիներ չեմ։ Սրանք եթե ես կոմպլիմենտ անեին, այդ է քլիր կասկածելի։ Բա ինչ եք ուզում։ Հա? Ու պատահական չի որ հենց սրանք են Նիկոլ Փաշինյանի խոսնակները։ Հենց սրանք են Նիկոլ Փաշինյանի թեզերը տարածողները, հա։ Այս պարիկով գյադ են, որ ուրիշ տղու ոտը գրկած նստած է։ Սրանք այդ էլ պետք է անեն։ Իրանց համար մեկ է ինչ են գրկել, որտեղ են նստել, ինչ են խոսել։ Փող տվողը լի դրա դիմաց, ամեն ինչ անող են։ Ունիվերսալ են։ Ինչ ուզեք անում են։ Այսքանով էս թեման փակում եմ, ու ասում եմ այն ինչ որ ես շեղվեցի մի պահ։ Եվ այսպես, հա, այս նոր հերոսը հայտնվի Ադրբեջանում, էս այնա, որ նկատմամբ քրեական գործ կար, եւ Հայաստանի կառավարությունը որոշել է այս ճիվաղների կառավարությունը, այս անհայրենիք, անսեր մի խոսքով սրանց զբողմակը որոշել է հանի այս մարդու վրա, այս հանցագործի վրա, այս քրեական գործը։ Камиль Зейналы освобожден. Об этом сообщил его адвокат Олег Пергараев. Он отметил, что Армения объявила в розыск Камиля Зейналы по тяжким статьям, однако российское государство проявило гуманизм. Благодаря помощи и настойчивости азербайджанского государства Камиль Зейналы свободен и сегодня вернется в Азербайджан. Ասում է, որ ռուսական դատարանը, ռուսական իրավապահները հումանիզմ են դրսևորել իր պաշտպանյալի, սա փաստաբաններ։ Իր Փաշմանյանի նկատմամբ հումանիզմ են դրսևորել, բայց այդ հումանիզմը չի, Հայաստանի Հանրապետությունը հետական չէ մեղադրանքը։ Հայաստանի Հանրապետության դատախազությունը հետական չէ մեղադրանքը։ Հիմա ես այդ դատախազությունը մի հատ բան ուներ, կարծեմ, խոսնակ ուներ։ Ես չգիտեմ հիմա ինքնա թե չէ։ Գոր Հակոբյան, եթե հիշողությունս չի դավաճանում։ Դուք ուղեք ինձ, եթե ես սխալ եմ ասում։ Կարծեմ Գոր Հակոբյան։ Հիմա 2020 թվականի ուղիղ ասեմ, հա։ 2020 թվականի իրավիճակով Հայաստանի Հանրապետության դատախազության խոսնակ անուն ազգանուն չեմ ասում, որ չասեն դա Գոր Հակոբյանը չէ ուրիշ անուն էր։ Ինչ որ է։ Խոսնակ։ Սեք բան դատարկեմ թողում։ Դուք հայտարարեցիք, որ 1500-ից ավել քրեական գործ է հարուցված ռազմական հանցագործությունների գծով։ Ես աջում եմ կարող եմ մեկնել էս այրը։ Ունեն մնացած գործերը եւ ամենակարևորը ինչի է հետ կանչվել այս հանցագործի նկատմամբ մեղադրանքը։ Արդյոք սա նշանակում է, որ իրենք կարող են անխոչնդոտ մարդիկ սպանել, անխոչնդոտ, եւ Հայաստանի դատախազությունը դա որպես հանցագործություն չի դիտարկում։ Ես կարամ ինձ ասեք, ես ամեն ինչի կհավատամ։ Ձեր գործողությունները ցույց է տալի, որ հայ մարդուն
160 ծերունդ ցանկացած մարդուն սպանելը հանցագործություն չի։ Ասեք մենք էլ իմանանք, որ վաղը ձեզ մեկը մորթի փողոցում։ Մենք նախադեպ ունենենք, ասենք մի վարքյան։ Դու դատախազ ինձ զիբիլ ես կամ չգիտեմ ոստիկան ես ինձ զիբիլ ես, ինչ առավելություն ունեիր այն ծեր մարդու հետ, որին մորթեցին եւ նա մեղադրանք չունի նրա նկատմամբ։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կարելի է սպանել եւ դրա նկատմամբ գործ չալուցել, ասեք իմանանք։ Վստահ եղեք, շատ մարդիկ կան դրան սպասում են։ Ուղղակի դրան չեն գնում, որովհետեւ մտածում դրա համար քրեական գործ կա։ Ասեք, բացահայտեք ժողովրդի համար, մարդիկ իմանան, հա, ոնց ասվածում։ Մի դեպքում սպանության համար քրեական գործ կա, մյուս դեպքում չկա։ Ասեք։ Անազգան չեմ ասում, նախ դու ասեք ինչ եղավ այդ 1000-ից ավել քրեական գործերը, ինչ չասեք, ես գիտեք որ ամբողջը հավաքած ունեմ։ Ամբողջ արխիվը հավաքած ունեմ 20 թվականից մինչև 23 թվականի հուլիսը ինչ է կատարվել Հայաստանում։ Ես դրանից հետո ուղղակի հոգնեցի։ 1200 հատոր մեղադրանք կա ձեր վրա։ Այդ արխիվները բոլորը կա, Google Drive-երում հավաքած է, տարբեր մարդկանց հետ կիսած է, նույնիսկ եթե այդ Drive-ներ կարողանաք դուք ոչնչացնել 4-5 հոգի մոտ փաստաբան դրանք կուտակած է ձեր Նյուրնբերգյան դատարանին ներկայացվելու է։ Ձեր դատի ժամանակ այդ ամեն ինչը ներկայացվելու է։ Ինչ չստիպեք, ես այդ հոդվածը գտնեմ, օրը գտնեմ, Ազատություն ռադիոկայանի էջից է վերցած, որ չասեք դա ինչ որ ստից կայք է, էլի։ Հա, այդ հայտարարողին նկարով, օրով, ամփոփելով, մի հատ ասեք դրանից եղավ այդ գործերը քրեական։ Եվ ամենակարևոր հարցը, ոնց է ստացվում հայ քաղաքացուն սպանողը կարա չհետապնդվի։ Եղավ, ասեք մենք էլ իմանանք մեր անելիքը։ Նրանք առաջ։ Կեցցե հեծանիվը։ Մարդը ասում է կեցցե հեծանիվը, քշել են ինչ-որ չինեմ, քանի կիլոմետր քշել են ու դա իրենց համար հապարտության արդ է։ Հիշում եք սրան, հիշում եք անշուշտ հիշում եք, հա։ Ինչ է կարծում, այդ համագործակցությունը համատեղ օպերացիան պատահական էր։ Ո՞նց է կլիներ պատահական։ Ո՞նց կլիներ պատահական։ Ցույց է տալի, որ սրանց մոտ ոչինչ պատահական չի եղել, ոչ մի տեխնացու, ոչ մի հանցագործ այդ դերի համար պատահական չի ընտրվել։ Անդրանիկ Քոչյանից սկսած մինչև Արծրուն Հովհաննիսյան։ Ոչ մի հանցագործ իր դերի համար պատահական չի ընտրել։ Ու այս չի ընտրվել, այս մարդիկ շրջանաձև իրար փոխանցելով առ այսօր կառավարության մեջ են իրար ոչ մեկ չի ասել, բայց սես դավաճանություն, սես բան մենք չենք պլանավորել։ Ես ոնց դառա ակամա մասնակից։ Ոչ մեկ ակամա մասնակից չի դարել։ Այս ամեն ինչը գալիս է ապացուցելու հերթական անգամ, ոսանց նախորդ ընտրել, նախապատրաստել ու պահել էին։ Ու բոլորովին էլ պատահական չէ, որ 15 զինվորի սպանել այրելու գործի կոծկելու պատասխանատվությունը դրվեց այս տականքի վրա, Արծրուն Հովհաննիսյան կոչվածի, որը հմեկով հասկանալով որ ժողովուրդը չընդունեց այդ 5 լիտրանոց բենզինով վառելու տարբերակը, հմեկով փորձեց լղոզել եւ ավելի մեծ հապկի մեջ ընկավ ինքը։ Այսօրվա վիճակով Արծրուն Հովհաննիսյան, դու համահանցակից ես այդ 15 երեխեքի սպանության մեջ եւ ոչ միայն դու քո վրա ես վերցրել ինֆորմացիոն տերորը հայ ժողովրդի նկատմամբ, որի քողի տակ սրանք իրականացեցին մասսայական սպանդ հայ ժողովրդի նկատմամբ։ Հանկարծ մտքովդ չանցնի, որ դու կարող ես ինչ որ ձևով բացնել այդ քեզ սպասող դատաբջիջից։ Ոչինչ չի բացառում, գիտես չէ՞։ Կյանքի այնքան անակնկալներ ունի։ Դու այն ֆոկուսնիկն ես, որ մարդկանց են զբաղեցրեց, միջև այս կողքի ճիվաղը կսպանել այդ երեխեքին։ Չմոռանաս, մեկ չենք մոռացել։ Խոզնամալում թշնամին մեր տղաներից պահանջել է զիջել եւս 2 դիրք։ Պատկերացնում եք թշնամին տղաներից պահանջում է զիջել դիրքեր Խոզնամալում։ Հիմա ինչ է կարծում։ Տղաներին ինչ պետք է ասեն, զիջել թե չզիջել։ Պատկերացնում եք թշնամի երկիրը պահանջում է զիջել։ Բայց նայելով ով է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ով է գլխավոր շտաբի պետը, ես մեծ կասկածներ ունեմ, որ չեն զիջելու։ Իսկ թվում է դիրք առ դիրք զիջելով միջև կասկած կհասնել իրանք։
Հիմա այս զիջողներին եմ ուզում ասեմ, այս պոտենցիալ։ Այսօրվա բոլոր ուժայիններին եմ ուզում նորից էլի դիմեմ։ Գիտեք, ես քաղաքական գործիչներից ակնկալիք չունեմ, բացարձակապես։ Շատ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Նախ Հայաստանի այսօրվա վիճակը քաղաքական լուծում չունի, հա, նախ ռազմական դավադրությունը պետք է կասեցվի, այսինքն ցանկացած քաղաքական գործիչ ավելի քիչ բանակախված, եթե ընտրություններ չկա իհարկե, բայց հիմա մենք այդ փուլում չենք։ Հիմա բոլոր հարցերի լուծումը ես ավելի շատ ակնկալում եմ ռազմական մասից, ուժայիններից։ Դուք եք այսօրվա այս ամեն ինչի պատասխանատուները։ Ձեր եղեքը Հայաստանում են, չէ՞, ձեր ընտանիքները Հայաստանում են, չէ՞։ Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքի անդամների ծանոթները, ում հետ իրանք շփվում են, գիտեն, ասենք, իրենց ընտանիքի տղամարդը, ենթադրում եմ, ինչով է զբաղվում։ Ձեր մտքով հեչ անցել է, որ իրանք ձեզ մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ։ Որ ձեր երեխեքը, ձեր կանայք, ձեր մտերիմները դիտարկվում են որպես հանցագործի մտերիմներ։ Հանցագործի։ Հեչ դա ձեր մտքով անցել է։ Չի անցել, ուրեմն ես ասեմ, ցանկացած բանական մարդ Հայաստանում, որ մեկին տեսնում է համազգեստավոր, ինքը պետք է վստահ լինի։ Այդ համազգեստի տակ թաքնված է մեկը, որի ձեռքով Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այս ամբողջ ցեղասպանությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Կարևոր չի ինքը ինչ օրգաններում է աշխատում։ Զինվորականա, ոստիկանա, քննչականա, չգիտեմ, հատուկ ջոկատայինա, ինչա, այդ համազգեստը այսօր ասոցացվում է գործիքի հետ, որը ծառայում է Փաշինյան Նիկոլի, այս համատարած ցեղասպանությունը իրականացնելու համար։ Եթե ասենք մի քանի տասնյակ հազար մարդ կա, որ չեն մտածել սրա մասին, ես հիմա ասում եմ, այսինքն չգիտեմ այս տեսանյութը 50,000 կնայեն, թե 150,000 կնայեն, հետո ինչքան կնայեն, ով կասի դրա մասին, բայց դուք իմացեք, սա փաստ է, սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ ցանկությունն է, սա փաստ է։ Ձեր ընտանիքի անդամներին նայելով, գիտեմ, որ դուք, որպես ընտանիքի հայրը, տղայի, չգիտեմ ով եք դուք, հա, դիտարկվում եք որպես ցեղասպանության գործիք։ Դա ձեզ դուր է գալիս։ Հետևանքների մասին հələ չեմ խոսում, որ դուք եք կարող եք հայտնվել Բաքվի բերդերում։ Նայած Նիկոլ Փաշինյանը երբ ինչ կորոշի, կամ կհասցնի որոշի, թե չի հասցնի որոշի։ Դուք հասկանում եք ինչ եք անում այս երկրի հետ։ Ես չեմ ասում դուք անեք դա իմ համար, ձեր երեխեքի համար, ձեր ընտանիքների, ձեր մտերիմների, ձեր բարեկամների, այլ ձեր հարազատների հիշատակի, ձեր անցավորների հիշատակի համար, գոնե դուք դա կարող եք անել։ Այդ մի փոլ լափը շատ ավելի կարևոր է, քան ամեն ինչը։ Ախրեսի մի բան է, որը հետո չի սրբվելու ոչ մի բանով։ Դա չի մաքրվելու, դու չես կարող ժավել դնես էտի անցնի, կամ կիսլատեն լցնես վրան, աղաթթում։ Մաքրի տանի։ Կաուստիկ սոդայով են դա չկարող լվալ։ Չի լվացվի դա։ Դուք ես հետևանքների դեմ ոնց եք պայքարելու, ոնց եք ապրելու սրա հետ։ Հիմա ես վստահ եմ, այնտեղ երկու հատ դիրք են ուզել, երկու հատ գյուղեր են ուզելու, երկու հատ ճանապարհ են ուզելու, քիչ-քիչ գալու են ձեր տներներ են ուզելու, ձեր երեխեքիներն են ուզելու, հարսներ, աղջիկներ, ես չեմ հասկանում, կա մի սրբություն, որը դուք պատրաստ չեք զիջել։ Որտեղ է այդ լիմիտը, որտեղ է ավարտվում։ Դուք չեք հասկացել, կամ արդեն ոչ չի հասկացել, Փաշինյան Նիկոլը վերացել է, գոյություն չունի։ Իրա մնացել է անդամ մաքսիմում մի տարի, դա տեսեք, բանը, վերջնաժամկետն է վերջանում։ Ամենաշատը մի տարի, բայց շատ մեծ կասկածներ ունեմ, որ մի տարին էլ ինքը կարող է ձգի, որտեղ 8%-անոց հիմա ես ցույց տամ, կարող է կասկածեք, որ դա 8% է։ Կարող է 8% չի, մի քիչ ավել է, բայց սա է։ 12%, 12,000 մարդ է քվեարկե, հարց եղել է, վստահում եք արդյոք ՀՀ ոստիկաններին, համարում եք, որ նրանք ծառայում են օրենքին։ 12-ի համար եք դուք լեգիտիմ։ Այսինքն 100 հոգու մեջ 12 հոգի է համանում, 100 հոգու մեջ 12 հոգի, որ ձեր արածը նպաստում է Հայաստանին։ Այս ռեյտինգով, սա Նիկոլի ռեյտինգն է իրականում։ Եվ ասում եմ 8-ից 10-ը, թողնի 12։ Սա 12,000, 1444 հոգի է քվեարկել իրանց օգտին։ Սա ասելու
Ես միշտ ասել եմ 1000-ից 1500 Նիկոլը ֆեյք ունի, որ ամեն ժամանակ պատրաստ են մտնել մի բան անել։ 1440 հոգի։ Ասում էի, չէ 1500, բայց հիմա եթե քվեարկողների թիվը հասնի 100,000, տոկոսը իր 12-ից կարող է իջնի մինչև 2, որովհետև այդ 1500 հոգին է, վերջ ինտերնետ տարածքում։ Ռեալ տարածքում թող լինի 12% գրողին լինի դա, բայց դուք հասկանում եք, որ ոչ մի կառավարություն 12%-անոց ռեյտինգով չի կարող երկիր կառավարել, եւ այտենց հանցագործին ծառայելը նշանակում է կամ դա անմեղսունակ է, կամ պատանդ։ Հիմա դուք ո՞րն եք, անմեղսունակ թե պատանդ։ Թե դուք պատանդ եք, այսօրվա ազատվելը ձեր ձեռքն է։ Այսօրվա ձեր ցանկացած ցուսմունքը, աշխատանքից դուրս գալը, սա ձեր փրկությունն է։ Բա որ դուք պատանդ եք, բա այն հասարակ ժողովուրդ ինչ ասի։ Դուրս եկեք համակարգից։ Կամ համակարգով նախաձեռնեք այս տականքների տապալումը։ Ես ձեզ էլի հիշացնեմ, ես գիտեմ, որ ամեն հաղորդում չի, որ դուք ուշադիր նայում եք, բայց սենց ճիվաղ էլի է եղել, անունը էլի Նիկոլ էր, բայց Չաուշեսկու։ Հա, կնգա անունը Ելենա էր, Աննա չէր։ Ելենա Չաուշեսկուն էր։ Երբ որ իր գեներալները հասկացան, որ սա երկիրը այս վիճակն էլ ուղիղ, էլ ապագա չկա, հա, իրանք գիտեք, իրանք կալանավորեցին, իրանք դատեցին, իրանք գնդակահարեցին, վերջին լեշերը շպրտեցին ժողովրդի դեմ, ասին ես էր ձեզ հոշոտում։ Էլ ինչ պետք է լինի, որ դուք հասկանաք, որ սրանք չկան։ Ինչ պետք է լինի, որտեղ ինչքան ուշ եղավ, այնքան ավելի դժվար է լինելու ձեր համար, այնքան ավելի կորուստը մեծ է լինելու երկրի համար։ Ես չգիտեմ, ես երևի չծուլանամ սա ամեն օր ասեմ։ Մա սենց վերսիա էլ կա, ես պապիկին եմ ուզում լսեք, էլի։ Մինչև այդ կեղտը չմաքրեք Հայաստանից ու Արցախից, ռևանշի մասին մոռացեք։ Այդ բոլոր ձեր պրոբլեմների արդյունքն է այդ կեղտը, որոնք որ դուք բերեցիք ու չմաքրեցիք։ Այ ես նախկիններին դա համար եմ եղել, որ իրանք փոխանակ մաքրեն, ավելի շատ ասեցին։ Ես ես պապիկին եւ սենց մտածողներին եմ ուզում ասեմ, իրանք հարգելիս մաքրելու նպատակ չեն էլ ունեցել։ Չի եղել այդպես նպատակ։ Իրանք բերել են իրանց կեղտերը մաքրելու համար։ Արցախը տալու ոնց պետք է ասենք, Արցախի հարցը ոնց ուզում ես լուծի, բայց մեզ ձեռ չտաս։ Իրանց կեղտերը մաքրելու համար են բերել։ Հայրիկ ջան, իրանք ոնց կարող է իրանց կեղտը մաքրողին, իրանք մաքրեին, հա։ Սեղել ասում է քախանող ապետն է։ Մոլախոտը պիտի քախանանես, չարի քեզ ուտելու։ Հարգելիս, այս մոլախոտը իրանք են բերել, քախանի խնդիրեր չունեն։ Ախր ոնց բացատրեմ, սա նայեք։ Նայ։ Դրիտ Գալստյան ասում է, սա տիեզերական անբարոյականություն է ու տիեզերական դավաճանություն։ Լուրջ Լիլիթ Գրիգորյան, Լիլիթ Գալստյան։ Ոնց տիեզերական անբարոյականություն ու տիեզերական դավաճանությունը, բա դուք ինչ գործ ունեք այդ գործընթացի մեջ։ Բայց գիտեմ, ձեր համար նորմալ պրոցես է գնում։ Բա դուք ինչ գործ ունեք սրա մեջ։ Հիմա այն պապիկին եմ ուզում ասեմ։ Սրանք խաղանողը չեն, հայրիկ ջան, սրանք նստած են, որ ամեն ինչ իրականանա։ Ես հասկանում եմ, որ սարի վրա այս սահմանները պահող, այս առօրյա հոգսերով ապրողը իրա հեչ հետաքրքիր չի դեռ Վարդան Հակոբյան ինչա խոսում, նայելու հնարավորություններ չունի, ինքը պարզ է տեսնում, իր տեսադաշտի մեջ է տեսնում։ Բայց մնացածը ովքեր որ նայում են, հասկանան ու վերջնականապես փակեն այդ բան, որ այդ թեման, որ քաղանելու իրանք խնդիր չեն դրել։ Իրանք նստել են այս տիեզերական անբարոյականություն, դավաճանությունը իրականացնում են համատեղ ուժերով, հետո մեղադրում են մի կողմին։ Լսեք, այն հանգամանքը, որ ինքը կառավարությունը դա իրականացնում է, դուք որպես ընդդիմություն նստած, որ դա վավերացնում եք եւ լեգիտիմացնում եք, ձեզ այդ պարտականությունից չի փրկում, չի ազատում։ Իսկ այն ինչ որ համարում եք տիեզերական անբարոյականություն եւ դավաճանություն, այո, ես այդ համաձայն եմ, բայց ես պետք է ասեմ, դուք էլ համատեղ հետի իրականացնում եք։ Եվ ձեր երբեք ձեր մտքով չի անցնի հանկարծ հրաժարվել իրականացնողի
դեից։ Այնպես որ ում եք մեղադրում։ Նիկոլին, որ դա անում է։ Նիկոլը ձեր ձեռքով անում նաև դա։ Խնդրեմ, Freedom House-ը Հայաստանի մասին էլի կոշ զեկույցը հրապարակի, ուզում եմ զեկույցը կարդամ, մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր կհանդգնեն Հայաստանի մասին խոսել որպես լեգիտիմ, օրինապահ, օրենքի երկիր, հա։ Ես հիմա չեմ ուզում ասեմ, այլ որտեղ կարելի է օգտագործել այս զեկույցները, բայց մի քանի անգամ ասել եմ, հա։ Եթե դատավարություններ կան, որոնք քաղաքական լուծումներ պետք է տալ դրսում, այս զեկույցները տարեք, դրեք այդ դատավորների դեմ, ասեք ընկերներ ջան, դուք հասկանում եք մոտավորապես ինչ երկրի մասին եք խոսում։ Մի խոսքով, դատաիրավական համակարգի նկատմամբ քաղաքական ազդեցության ոստիկանական գործողությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ միջազգային հեղինակավոր Freedom House-ի կողմից եւ այսպես 100 հնարավոր միավորից Հայաստան ստացել է 54։ Ամենացածր գնահատականները օրենքի գերականության վերաբերյալ բաժնում են։ Իսկ օրենք չկա Հայաստանում։ Ուրեմն օրենքի ընտրովի կիրառման մասին։ Այսինքն Հայաստանում օրենքը ընտրովի է կիրառվում։ Որ ոչ մի քննություն չի երաշխավորում քրեական գործի օբյեկտիվությունը, որ դրանք չափազանց երկարատև են շատ ժամանակ, հա։ Անկախ դատական իշխանություն գոյություն չունի, դատարանները քաղաքական ազդեցության տակ են, հաղորդումների համաձայն դատավորներն իրենց վրա ճնշում են զգում, որպեսզի դատախազների հետ աշխատեն ու դատապարտեն մեղադրյալներին, իսկ արտահայտությունների մակարդակը չափազանց փոքր է, ոստիկանների կողմից քաղաքացիներին բռնության ենթարկելու հրապարակումները նույնպես տեղ են գտել ծավալուն զեկույց, ծավալուն, այս Freedom House-ի զեկույցը վերցեք, տարեք ու ուզում եք ազատեք։ Առանձնացնում է Տավուշի մարզում սահմանազատումից սկիզբ առած բողոքի ակցիաները, հիշում եք սա ինչ արեցին, հիշեցնելով հունիսին խորհրդարանի առաջ տեղի ունեցած ցույցը ոստիկանների հետ բախումները, որի ժամանակ արգելված նռնակներ օգտագործեցին, որի արդյունքում 100 մարդ վիրավորվեց։ Այս ֆոնի վրա Այս ֆոնի վրա, երբ որ Հայաստանի քաղաքական դաշտից լուրջ վերլուծություն են անում, լուրջ դեմքով ինչ որ ճիշտ է, սա է, ճիշտ է, նա է, պատասխանել թե չպատասխանել, գնալ Կրեմլ թե չգնալ, միանալ Եվրոպային, սա օրենքը ասենց ընդունում։ Սա ոչ թե ծաղել է, սա ցինիզմ է։ Ցինիզմ խոսել ինչ որ օրինական եւ իրավական գործընթացների մասին մի երկրում, որտեղ օրենքը չի աշխատում, որտեղ սահմանադրությունը ոտնահարված է, որտեղ Freedom House-ը այս կարգի զեկույցները հրապարակում, ցանկացած իրեն հարգող քաղաքական վերլուծաբանի խոսքը մի բան պետք է լինի, մոտավորապես սրանց մասին ինչ խոսանք։ Սրանք արհամարհացնում են օրենքն ու սահմանադրությունը։ Եթե մի երկրում օրենք ու սահմանադրություն չի աշխատում, դու ինչ եք ուզում այդտեղ անեք։ Ինչ քաղաքական գործընթացների մասին կարելի է խոսել։ Ինչ քաղաքական վերլուծությունների մասին կարելի է խոսել։ Երկրի ներսում, հա։ Սրանք ո՞նց ասեմ, քաղաքական տապանակարը ամեն մի այս կարգի զեկույցը։ Ես չեմ ուզում անուններով անդրադառնալ։ Ես ասեցի, չէ, ես այս գորրեր ես ամատուների աղբա։ Ես սրան, եթե արցախցիներին այս վիրավորած չլներ, էլի չէի անդրադառնալու։ Եվ այս որակի շատ են, ես չեմ ուզում անձնավորեմ այս ամեն ինչը, բայց ցանկացած լսող պետք է հասկանա։ Եթե մեկը խոսում է Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, լուրջ դեմքով, հա, որն ինչ քաղաքական գործընթացներ են։ Ասեք, այս երկիրը բան չի, օրինական երկիր չի, դասական քաղաքական գործունեություն գործիքը կազմում, չի աշխատելու ստեղ, որտեղ սահմանադրություն չի աշխատում։ Պարզ օրինակ եմ ասում։ Եվ սրանց դիտարկել ինչ որ օրենքի շրջապատում, որովհետեւ նախարարել, փոխնախարարել, սանեց ասեցին, ծիծաղելի է ուղղակի։ Ծիծաղելի։ Ես մի բան ուզում եմ ստականքին լսեք մենք։ Ակումուլներ ինչ են խանութի ապատի ջարդում թարայով զբաղվում։
Այսքան ժամանակ փառկացու, բոլորը գիտե, իշխանության մեջ կտեղավորվեի, առանց ապակի ջարդելու բա մի կաբինետում նստում ես, թալանը ավտոմատ գալիս է լցվում է գրպանները։ Ձևը գիտեր ես մարդը։ Ձևը շատ լավ գիտեր։ Շատ լավ գիտեր, ինքը անում է այն ինչ որ հիմա ինքը անում է։ Ու ատաններով կպած ամեն ինչ անելով, բոլոր ստորությունների գնալով, երկրի հաշվին, ժողովրդի կյանքերի հաշվին, պահում է ինչի արդյունքում ինքը պետք է ասես նստեր անում, որ փողը գար։ Հիմա էլի ուզում Արցախի թեմային վերադառնալ։ Այս կարգի հայտարարությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ասենց, եթե իրոք քաղաքական դաշտ լիներ, էլի, հասկանում եք, չէ, դա մալ եմ ասում, ուժայիններ, ես քաղաքական դաշտի վրա ուժ չեմ դնում։ Պետք է ասենց միանգամից պայթեր ու հայտարարել սրանց ոչ լեգիտիմ։ Ասում եմ ԼՂ-ի լուծալման հրամանագրի հրապանակումից հետո ԼՂ բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ Սա ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Պատկերացնում եք։ Իրանք Արցախը մղեցին դուրս ամեն ինչից, ասում ենք Արցախի հետ կապ չունենք։ Ի սկզբանե 20 թվականի պատերազմից հետո մղեցին դուրս, մենք աշխարհի հետ կապ չունենք։ Նույնիսկ սահմանը փակեր չեն պահանջում Արցախի սահմանի բացում, որ ասենք միջազգային դատարանի բան վճիռ կար։ 9 ամիս բլոկադայի մեջ պահելուց հետո քթան մի հատ Արայկը բերեց մեկի վզին ջարդեց, ասեց արկերես մեշոկով փողը, հա, թող իմ ստորագրությունը չլինի, դու ոչ լեգիտիմ կարգով նախագահ խորհրդանոց կընտրի։ Հա, ասես մի բան արա, մարդուն որ ոչ մեկ չի ճանաչում։ Ոչ մեկ չի ճանաչել որն է, բայց ինչ որ մի բան սարքեցին, դրեցին, ասի դու ինչ որ լուծալման բան գրի, իրանց ձեռով սարքեցին։ Հիմա էլ ասում է ոնց։ Հեն արդեն դեղալել մենք այդ բանը չենք իրավունքների հարցը ոնց լուծել։ Եթե այդ իրավունքների հարցը ձեր հետաքրքրության սահմաններում էր, հիմա հարց բա միջև սեպտեմբերի ամիսը 23 թվականի բան չի Արցախի հարցը օրակարգում չէր։ Բնակիչների իրավունքների հարցը, սնվելու իրավունքը, պաշտպանված լինելու իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը, տեղաշարժի իրավունքը, ինչի ձեր օրակարգում չէր միջև ընդդեղից այդ մարդկանց վտարելը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իրականացնում է ադրբեջանական թուրքական ծրագիր եւ Հայաստանի քաղաքական դաշտը, ես ոնց եմ ասում, իմ համար մի քիչ բան է, սյուրա, ինչու՞ էլի Հայաստանի քաղաքական դաշտ։ Եթե լիներ, հիմա վաղը ԱԳՆ-ի դեմ է մի քանի տասնյակ հազար մարդ պետք է լիներ։ Այս հայտարարությունից հետո հենց արցախցիների հետ միասին ուլը կանչեին ասեն հələ մի վարքեն, բա մեր միջև ընդերից վտարելը մենք ձեր օրակարգի մեջ ենք եղել այդ տականքներ։ Միջազգային դատարանի որոշում կար, դուք նույնիսկ չպարտադրեցիք դրա իրականացումը։ Չասեցիք ապեջան հեն ընտրելա։ Հələ հակառակ մեզ որ ընդերից վտարում էին, սպանում էին, վարչապետը գոռաց ասեց Լեռնային Ղարաբաղի բնակիչներին վտանգ չի սպառնում։ Հենց Մայքի ամբիոնից էլ Ադրբեջանի դեսպանը հայտարարեց ասեց ինչ բան, ինչ վտանգ, ինչ պատերազմ, հեսա Հայաստանի վարչապետը ասում է իրանց վտանգ չի սպառնում։ Այս իշխանության ով հանդուրժումը նա պասպորտով, անձնագրով, տեսակով, նա չարիքա, նա ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում հայոյեմ, հա, բայց միտքս հասկացավ երևի, դուք կարող եք ձեր ֆանտազիաների մեջ հասնել ուր պետք է։ Ես դա ինչ չեմ կարող ցույց տալ։ Ես ասում եմ, երբ որ արցախցիների վրա հարձակում կար սեպտեմբեր ամսին, մարդիկ շրջապատված միջակայքում իրենց վրա հարձակում կար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը գոռում էր, որ իրենց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում։ Հենց այդ ժամանակ ՄԱԿ-ի բաներ համաժողով էր, չէ՞, Նյու Յորքում մենք ստենց Նյու Յորքում մենք դեռ բան շենքի առաջ կանգնած ենք, մեկ էլ լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Որ դա ամիշ նորմալ է։ Ադրբեջանցիներ Արադ Միրզոյանին էլ թվում էր ասեց, ես ինչ ես խոսում, սուտ ես խոսում, հենա ձեր վարչապետն ասում է իրենց կյանքի վտանգ չի սպառնում։ Հիմա ասում են, գիտեք, ասում են բանից հետո հայերի իրավունքների ԼՂ բնակիչների իրավունքների հարցը օրակարգից դուրս է եկել։ Ձեր օրակարգից դուրս է եկել ԼՂ բնակիչների հարցը դեռ 18 թվականից։ Ոչ թե 23 թվականից։ Ապացույցներն էլ ներկայացեցի։ Ու նորից կրկնեմ, այն ճակերտավոր մարդիկ,
ասումները ովքեր Հայաստանի կառավարության ցանկացած գործողություններ արտահայտում եւ համարում են լեգիտիմ, իրանք նույնն են, նույն Նիկոլն են։ Ինձ համբերություն տա, որ ես չարտահայտեմ որակները։ Կարաչ։ Он нацелился. Это стало заметно после Карабаха и на уровне... Особенно это стало заметно после Карабаха. И на уровне имиджа и в Турции, и в самом Азербайджане победу приписали целиком альянсу Баку-Анкара. На самом же деле решающим фактором, наряду с хорошей подготовкой, конечно, к войне Алиева, было согласие на силовое восстановление территориальной целостности Азербайджана со стороны Владимира Путина. Este pauzată cu շարունակեմ։ Ասումը, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն կարող հաջողության հասնել Ադրբեջանում, եթե այդ ամեն ինչի լուծմանը ռազմական ճանապարհով այդ ամեն ինչը համաձայնվեցված չլիներ Մոսկվայի հետ։ Սա դուգինն է ասում, սա ես կրկնում եմ բոլոր այն ռուսամերների համար, որ միջև ասում են չէ ուզենան Պուտինի նման թագավոր ունենայինք։ Ուզում եմ ասեմ, ես ձեր տանը ցանկանում եմ դու Պուտինի նման թագավոր ունենաս, բայց կլինի իմ երկրում չլինի։ Դու քո տանը տակ պահի դες թագավոր։ Նշանակում է այդ Պուտինի նման թագավորը, որ այս ամբողջ իր հովանու տակ, այս ամբողջ սպանությունն ու այս դավաճանությունը եղավ, իրան այնքան է դուր եկել, մտածում արա խիտ ես մի թագավոր էլ Հայաստանում չլիներ էլի։ Ինչ վատա։ Շարունակությունն ասեմ։ Главные решения принимались именно в Москве. Բոլոր կարևոր որոշումները ընդունվել են հենց Մոսկվայում։ И от Путина зависело, чей Карабах. Եվ Պուտինից էր կախված ում նա Ղարաբաղը։ Ранее Путин договорился с предыдущим президентом Армении Сержем Саргсяном о частичном разблокировании карабахской проблемы за счет передачи Баку 5 районов. Ասում դրանից առաջ պայմանավորվել է Սերժի հետ, որ ինքը 5 շրջան պետք է տա։ Հիշենք սեպտեմբերը քարորյա պատերազմը, որը փորձ արվեց իրականացնել դա։ Եվ հիշում եք ինչով ավարտվեց։ Но поддержанный Соросом и глобалистами Пашинян, устроивший в Ереване цветную революцию, аннулировал все договоренности. Ասում բայց Սորոսի Փաշինյանը 18 թվականին ասում չեղարկեց բոլոր համաձայնությունները, բայց հետաքրքիր է, չէ՞։ 18-ին չեղարկեց, բայց ամեն դեպքում իրականացեց այն, ինչ որ չկարողացավ իրականացնել Սերժիկ Սարգսյանը, որը համաձայնություն տվել է փաստորեն 5 շրջանների վերադարձ, որը փորձնել արվեց նաև։ Բայց իրանց ասած Սորոսը բան չեղարկեց դա, բայց իրականացրեց։ Դե հիմա սա բանը ռուս պրոպագանդիստ դուգինն է ինքը հատուկ խոսում է ոնց ասեմ միաբջիջ հողաթափիկ ինֆուզորիաների համար, որ ասի էնի սորոսականը, որ մաս չհասկանա, էլի, բայց հետո սորոսականը բավոնց քո ծրագիրը իրականացրեց։ Չնայած դա չի խանգարում որ լինի սորոսական։ А с Путиным так не поступают. Именно благодаря политике Пашиняна и в ответ на действия проамериканского, прозападного лобби в Армении Путин принял решение о Карабахе. Ասում եմ, փաստորեն գիտեք, որ բանը ամերիկյան լոբի կա Հայաստանում։ Մի խոսքով իրանք այնքան են համահանել, որ Պուտինը նման որոշում է կարասը, որ պետք է Каким было это решение, мы сейчас видим. Но оно могло быть совершенно другим. И здесь турецко-азербайджанский альянс, боюсь, ничего бы с этим поделать не мог. Եվ ասում եմ, որ ինչպիսին եղավ այդ որոշումը, մենք տեսանք, երբ թուրք-ադրբեջանական այդ կոալիցիան ոչ մի բան ստեղ չէր կարող անել։ Այս վերջերս այսօր էլ մի հատ մեծ հոդված էր գրել, ես այդ իհարկե չեմ տա ամբողջությամբ ձեզ, բայց ես մոտավորապես իմաստն ասեմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների, կառավարությունների, տարածքում կառավարվող բոլոր որոշումների իրականացնելու իրավունք ունի բացառապես Մոսկվան։ Սա իր բառերն են։ Ինչ է ասում, մենք տվել ենք եւ ել ենք տալու եւ բոլոր որոշումների
կայացնելը դա Մոսկվայի իրավասության մեջ է մտնում։ Սա էլի ասում նրանց համար, ովքեր դեռ ռուսների հետ հույսեր են կապում եւ մտածում են, որ Պուտին ցարը սա մի լուշի ցար, ամենալավ ցարն է իրենց համար։ Ցավոք, այս լուսավոր դարում դեռ այդպիսի մարդիկ կան։ Ես այսպիսին բանը այսօր տեսա, սա գիտեք որտեղ է։ Նայ։ Մենակ քարերը արդեն ընկնելու վտանգի տակ են, այսպես միջև վերև, միջև զարթան արշը։ Սա այս հատվածն է։ Մոտ 2 շաբաթ առաջ ազգային պատկերասրահի այս հատվածի մասին լուսանկար էի ուղարկել պատկան մարմիններին, որ այս հատվածը փնթի վիճակում է, սենց ասած։ Այս տեսնում էր այդ հատվածը այդ օրը։ Հենց նույն օրը Կենտրոն վարչական շրջանի թաղապետը կարգի բերեց այդ հատվածը։ Այդ ներկելը բանը, դա լավ է ներկվել է։ Բայց այդ քարերը ես օրինակ եմը պետք է ասեմ։ Սա մենակ այդ քարերը չի, որ այդ վիճակի մեջ է։ Դուք երբևէ տեսել եք Հայաստանում, որ ճակատային այդ սալիկները մեկը բան ունի, ստուդի։ Տակը դատարկ է, դատարկ չի, տեղաշարժվել չի։ Տեսել եք տեսնում, չեք տեսել, ու չեք էլ տեսնի։ Որովհետև Հայաստանի պրակտիկայում նման բան գոյություն չունի։ Այդ ցանկացած քար հանկարծ ընդերից որոնք, դուք պատկերացնում եք ինչա կատարվելու այն մարդու հետ, ում վրա որ դա ընկավ։ Բայց քանի որ Հայաստանում մարդը արժեք չունի, գին չունի։ Գին չունի։ Նիկոլի Շարասյունը կարա խփի բոլորի աչքի առաջ հղի կնոջը սպանի ու նույնիսկ չկանի գնա եւ կարա չդատվի դրա համար ու միջև հիմա չկա ոչ մի պատասխան տված նույնիսկ այդ խոսակցությունները որ ձայնագրվել է դրանք է անհետացել այսինքն մարդուն կարելի է սպանել եւ պատասխանատվություն չընդարկել այսինքն հայ մարդուն կարելի է պատասխանատվության սպանելու պատասխանատվության չի ենթարկվել ինչի ադրբեջանցին չէր կարող անել որ նույն տրամաբանության մեջ այդ գործն են չեղարկել էլի հայ մարդը այսօրվա իրականության մեջ ոչ մի արժեք չունի հիմա այս հարց եմ տալի բոլորին այս հարցը բոլորին է վերաբերվում ով կարա երաշխավորի որ սա քաղաքի կենտրոնն է որ ինքը այդ մասով մանգալուց եթե նույնիսկ ինքը այնքան լոյալ է այս իշխանությունների համար ինքը ամեն ինչ արել է վերջի ստորությունների գնացել է որ այս իշխանությունները լինեն որ այս կոռուպցիան համատարած լինի որ այդ պատերը սալքող չլինի ինսպեկցիա առաջ չլինեն չէ՞ որ ամեն ինչ համար գումար է հատկացվել բայց դուք հասկանում եք չէ՞ այդ գումարը ուր է գնում հիմա ով կարող է երաշխավորի որ ինքը ամենասուրբ ամենանվիրված այս իշխանությունների այդ օրը կամ իր զավակը չի անցնելու այդ պատի տակով կամ ուրիշ պատերի տակով որով էլի այտենց ինսպեկցիա առաջ չի ու մի հատ քար չի գնելու ու փոխի ամբողջ կյանքի ընթացքը իա հնարավոր բոլոր այդ մարդերը ով կարող է ասի բայց կարող է մեկը ասի ես Նյու Յորքի բանը փորձի վրա պետք է ասեմ ով երբևէ Նյու Յորքում եղել է նկատած կլինի որ մեծ բաներ է շենքը կա շենքը փակ է հա հետո տանիքներ կա կոչվում է սկաֆոլդինգ նկարով ցույց տամ խնդրեմ երևի sense բարձրում ասենք սովորական շենքը մոտարապես այդ փոքր տեսնում եք կարկասը կա տակով մարդիկ քայլում են կարկասի վրա մարդիկ գործ են անում այդ աղյուսները հատ ստուգվում է ու 5 տարի մեկ ամեն մի շենք պարտավոր է անցկացնի ինսպեկցիա այս կարկասները շարում են մարդիկ տակով ապահով քայլում են նույնիսկ եթե քարեր թափվում այդ համանի վրա այդ մետաղից հա ովքեր եղել են Նյու Յորքում սա շատ տեսած կլինեն ընդ որում այս շենքը կարող լինի ոչ թե 5 արգանի կարող լինի նաև 50 արգանի եթե ինքը դրսի պատա եւ բանով է աղյուսով է բանարած ապակի չի հա անպայման ստուգում են դատակը դատարկ է թե չէ փոխելու ժամանակ է ռեստորացիաներու պետք է թե չէ դա պարտադիր պրոցեդուրա 5 տարի մեկ որ ամեն շենք պետք է անցնի որտեվ եթե հանկարծ մի հատ բան փոխվեց եւ մի մարդ մահացավ կամ վնաս տվեց իր հաշմանդամ դարձավ կամ ինչ այդ շենքի տերը դառնա ոքի սանանք ինքը ոչ միայն իրանք դատեն ամեն ինչ կկորցնի հա ինքը ուղակի կդառնա սանանք
Դրա համար իրանք նախընտրում են բերեն հսկայական փողեր արժի այդ շինարարները այդ կառույցները անեն վստահ լինեն որ շենքը ամուր է վրաց ոչ մի բան չի փոխվելու եւ մարդիկ դա ապահով քայլել են նույնիսկ եմ ասում սա նրա համար է որովհետեւ մարդը արժեք է պաշտպանված է իսկ Հայաստանում ոչ եմ ասում եթե հանկարծ Աստվածչանի մեկին սպանի սորական մարդ եղավ արժանալ է նույն ճակատագրին ինչ են հղիկինը որին վարչապետ կոչվածի շարասունը խփեց սպանեց նույնիսկ չկանգնեց եւ առ այսօր նույնիսկ մեղավոր չկա նույնիսկ մեղավոր եւ պատասխան տված մարդ չկա ձայնագրություններ կա մարդը փողոց են անցնում հա ոնց տվեցին սպանեցին փաստներ կա ամեն ինչներ կա ոչ մի պատասխանատվություն չկա հիմա ես դրա համար եմ ասում ժողովուրդ ջան եթե մեկին թվում է Հայաստանում որ ինքը կարա այս կարգի խայտարակ երկրում ապրի Եվ քանի որ ինքը իշխանության մաս է, կամ կարելի որ ինքը հանդիմադիր չի, կարելի որ ինքը ասենք չգիտեմ, հեզորեն, հեզաճկուն բառով իրականացել է բոլոր ստոր պահանջները իշխանությունների կողմից եւ ինքը ապահով է այս երկրում։ Ոչ։ Այն ինչ որ երկրում կատարվում է, ոչ մեկ դրանից ապահով չի, ապահովագրված չի, որտեղ այս քարը չի հասցնում, ընկնելուց չի հարցնում տակը, դու քպեական ես թե չէ։ Դու նախարարի եղբայրն ու կամ զավակն ես, թե հասարակ Պողոսի իրենց ասած, հա, չի հարցնում դա։ Եվ ցանկացած մարդ, ով մտածում է, որ ինքը կարա հանգիստ ոչ մի բանով չզբաղվի, եւ ինքը ապահով ապրելու է, խապկանք է։ Ամերիկացիներն էլ չէին ապրի սենց, եթե սրանք իրենք հասած չլինեին սրան։ Ձեզ թվում է, ստեղ այդ քարերից մարդ չի ասեք, 20-30 տարի առաջ այնքան տես դեպքեր եղել։ 1-2 վերջ օրենքը դուրս եկա, որովհետեւ հասկացա որ նախ այս մարդը տուժած կողմը դատի է տալու ստանում հարյուրավոր միլիոնների կոմպենսացիա երկրորդն է բա քաղաքը պարտավոր է հսկի քաղաքն է պատասխանատվություն դրա համար կրում հա քաղաքապետը կորցնում պաշտոնը կուսակցությունն է կորցնում ձայները եւ այլն հասկացան որ մի վարքյան հա փող բայց պետք է կարգավորվի եւ դրեցին օրենքով սկսեցին այս ամեն ինչը կարգավորել որովհետև ցանկացած քաղաքապետի, կուսակցության, բիզնեսմենի փողն ու գոյությունը պայմանավորված է քաղաքացուց։ Իսկ այդ քաղաքացին ինքն է հասել այդ իրավունքին։ Իրեն չեն բերել տվել ձեռը։ Գնանք առաջ։ Այս վերջի օրերին ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներով ուրեմն մեծ ցույցեր իրականացրել։ Ես ասեմ ուրեմն 50 նահանգներում բազմամիլիոնանոց ցույցեր են եղել։ Այ ես ուղղակի կարող եմ նա ցույց տալ այս պատկերը, այս քաղաքներն են, տեսեք ընդհանուր նկարները, Բոստոն, Նյու Յորք, Չիկագո, ես ուղղակի տանն էի, չգնացի, հա, Պորտլանդ, Սան Ֆրանցիսկո, իսկ այս վիդեոն Չիկագոյից է, տեսեք ինչքան մարդ կա։ Չիկագոն է։ Մինեսոտան։ Սա Մինեսոտան է եւ ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներով այս բանը եղել է։ Ես ինչ եմ սա ցույց տալի։ Հիմա նայեք այս հարցին ինչ է ասում Իլոն Մասկը։ Իլոն Մասկին ասում են այս միլիոնավոր մարդիկ ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգներով պահանջում են ձեր հրաժարականը։ Եվ Տրամպից վերանայում են պահանջում են վերանայել տաքսերը։ Այս կներեք այս հարկերը որ մտցրել է իմպորտի եւ էքսպորտի վրա։ Ինչ կարծիք եք, դուք ասելու բան չունեք այս ժողովրդին։ Գիտեք ինչ եղա պատասխանը։ Որ այդ խամաճիկները ինձ հետաքրքիր չեն։ Այս ժողովուրդը որ մասնակից է, դրանք խամաճիկներն իրան դրանք հետաքրքիր չեն։ Իրան հետաքրքիր է թե ովքեր են կանգնած դրա հետևում։ Սա Իլոն Մասկը։ Նիկոլավարի, սա ուղղակի Նիկոլավարի է, ասում։ Դե մարդ չկա, դրանք խամաճիկներ են։ Ինձ հետաքրքիր է բան, ովքեր են իրանց տերերը եւ ովքեր են իրանց հանել փողոց։ Այսինքն փաստորեն մարդը, որը մի օրվա մեջ ինքը իր ունեցածը արժեզրկվեց 25-30%-ով։ Ինչ ուներ, տեղում արժեզրկվեց 25%-ով։ Մի օրվա մեջ։
Պլյուս դա հետևանքները, հələ ոչ մեկ չգիտի ինչ է լինելու։ 2 տրիլիոն դոլար կորցրեց ամերիկյան բորսան, 2 տրիլիոն, պատկերացնում եք, ամերիկյան բորսան մենակ անի հայտարարության մի քանի ժամվա ընթացքում, Թրամփի այդ հայտարարության մի քանի ժամվա ընթացքում։ Ամեն մեկը գործարարները, իրանից սկսած մինչև Բեզոսն է, այնտեղ Amazon-ի տերն է, Facebook-ի տերն է, Zuckerberg եւ մի խոսքով, ամեն մեկը 15-16 միլիարդ դոլար հենց այդ մերակ այդ մի օրվա մեջ են գործել, չեմ ասում, ինքը կոնստանտ իջնում է, ստաբիլ բոլորի բաները իջնում է եկամուտները, պլյուս հետո ավելանում է ինֆլյացիան։ Ոսկին այսօր հասել է իր պատմական բարձրագույն կետին, որ այդքան ժամանակ երբեք չի եղել։ Մի ունցին ասել է կարծեմ $3200 էր, չգիտեմ ոնց բացատրեմ գրամով ինչքան է գալի։ Մի խոսքով ինֆլյացիան ծեծում է բոլորի դուրը։ Այս մարդիկ դուրս են եկել փողոց ու սա ասում են բան են, խամաճիկ են, փապիս։ Գիտեք տարբերությունը որն է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրականության։ Երբ որ Հայաստանում ասենք չգիտեմ Թունյանա կամ ասենք չգիտեմ Ալեն Սիմոնյանա, որ ասում են այն հասարակ Պողոսնովա, որ մենք հարցրելուց մենք իրեն հարց տանք, կամ դուք չեք որոշողը, մենք ենք որոշողը, մի խոսքով այս կարգի լկտի, այս կարգի որ բան են ասում, Հայաստանում բան չի փոխվում։ Ամերիկացին իհարկե չի գնում փայտելով ընկնի տեսնի Իլոն Մասկը որտեղ է, հա, բայց մի անգամից իր փող ծախսելու տրամաբանությունը փոխում է եւ այս մարդիկ քիչ-քիչ դառնում են բանկրոտ։ Պատկերացրեք, ասենք այս ոնց է աշխատում։ Եթե դու ինձ տենց ես վերաբերվում, 75% կորցնել է Տեսլան եվրոպական շուկան։ Ամեն նոր կորցնում է ամերիկյան շուկան։ Այս վստահ եմ, այս իր ուսա գրում է ինքը իր Twitter-ում, X-ը հիմա կոչվում է։ Այսինքն առնվազն մի քանի տասնյակ միլիոն մարդ, որը մասնակցել է, որը չի մասնակցել, որը իմ նման շոկի մեջ է, այս ցինիզմից, ինքը եթե Տեսլային ունի տանելու հետ տա, եթե ասենք մտածում էր Տեսլա առնել, ինքը չի առնել, եթե մտածում էր այդ բանը, այդ սոլարներից դնի Տեսլայի կգնա ուրիշ բան կդնի, մանավանդ առաջարկա խնդիր կառաջարկի էլի։ Այս կարգի հայտարարությունները ունենում են հետևանքներ տնտեսական։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբերությունը նաեւ դրա մեջ է։ Իսկ հետո ինքը ընտրությունների ժամանակ դառնում է նաեւ ձայն, ինչից որ հիմա սարսափելի դողում են հանրապետականները Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մինչև մայիս կամ Թրամփը կարդարացնի, որ այս ամեն ինչը ինքը ճիշտ է անում, կամ սենատը կդնի եւ բանը կանի, կարգելապակի այս օրենքները։ Հանրապետականներն են դա նախաձեռնելու, ոչ ես, ոչ դեմոկրատները, հա, որովհետև դեմոկրատները բնականաբար ամեն ինչին էսան դեմ են, ինչ որ կատարվում է, բայց հանրապետականներն էլ հասկանում են, որ այս կարգի լկտի, ցինիկ, անհեռատես քաղաքականությունը բերել է կործանման հենց իրենց իշխանությունը։ Մանավանդ ասում Թրամփը այսօր հայտարարել է, որ բա ինչի՞ չեք բանանում սանկցիաներ կիրառում Ռուսաստանի դիմաց։ Հայտարարել է Ռուսաստանի հետ ես բանի մեջ եմ, բանակցությունների մեջ եմ։ Բայց չեմ դրամատել դեռ չեմ կիրառում։ Բայց բանակցությունների մեջ է նաև Ուկրաինայի հետ, Ուկրաինան դիմաց կիրառում է նկատմամբ, Ռուսաստանի դիմաց նկատմամբ չի կիրառում։ Մարդիկ տեսնում են, մարդիկ հասկանում են, գոռում են, ասում են, «Էս էլ ինչ անի», որ ապացուցի, որ իր նպատակը Ռուսաստանին փրկելն է, Պուտինին փրկելն է, որ այս ամբողջ համակարգը ծառայեցնում է Պուտինի բանը, Նետանյահուի շահերին, ամբողջ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հա, ընդ որում, այս չի որ ասենք ուղղակի ծառայեցնում է վտանգ չնե բանը, վնաս չտալով, զուգահեռ նաև վնաս տալով աշխարհակարգին, աշխարհի կառուցվածքին, տնտեսական հարաբերություններին։ Հələ դեռ սոսկալի հետևանքներ ա լինելու։ Տնտեսական իմաստով եմ ասում, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին առաջնահերթին։ Մի խոսքով հիմա միջև բանը մայիս ժամանակ են ուզել, տեսնենք ինչ կլինի։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Գյումրի մտաբոդը մոգեն իրար։ Այդ երեխեքին, որ այդ խելագարը տարավ, սպանել տվեց, ու այսօր նստել է պալուս միտուսով, հաշվելի երեխեքին, դու կնա տեշվելի կնգա պալուս մինուսով հաշվե, դու
ամբողջ ժողովուրդը քվուր է տալի։ Հասկանում եք, չէ՞ որ ասենք ես կիրթ, պատեկիրթ, հա, շատ համակրելի մենք 5 տարի առաջ կզարմանայինք սրա վրա։ Ասենք ո՞նց է հնարավոր ասենց բան։ Բայց նույնիսկ ինքը չէ մտածում ասի թե չասի, ինքը ուղղակի ասում է, որովհետև վստահ եմ, որ նույն խոսքերը ցանկացած մարդու լեզվին կա, մտքին կա, ուղղակի մեկի մոտ sense բնական դուրս է գալի, մեկը մի քիչ էլ կմտածի ասի թե չէ, բայց բոլորի լեզվին ու մտքին կա։ Իշված, դոտ հուքի վաստակ, և պտի դու սատկի սերանաս։ Համաձայն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ մեր երկրում մարդկային ռեսուրսի Նիկոլի արուրը վիտր, դրա տիրոջ բերը։ Ասում եմ, չէ, բոլորի մտքին նույն բանն է։ Գիտեք, ես մարդկանց պետք է նեղաձեմ, ասել ասենք։ Այնտեղ նստած է, Բաղրամյան 24-ում։ Թշնամին այնտեղ նստած է, Բաղրամյան 24-ում։ Տոլի ներքևն է նստած, չգիտեմ։ Այնտեղ է թշնամին։ Առաջին թշնամին ընդեղ է, պարզա որ մոտենալու է, դեռ էլի է մոտենալու, միջև Երևանի։ Սյունիքներ, Գեղարքունիքներ, հետո հարց կտակ, Արարատը, սա հարց կտակ։ Ավելի շուտ հարցեր տվեք, այն ով որ իրան ընտրեց, բերեց այդտեղ նստացրեց, մենք իրան չենք ընտրել։ Այ, շատ կարևոր բան է։ Ով ընտրեց իրան եւ բերեց նստացրեց։ Էլի պետք է վերադառնամ այդ ամենակարևոր հարցին, որովհետեւ ստանում եմ ձեր նամակները, ամեն ինչ չի որ ասում պատասխանել, բայց բնավորինս կարդում եմ։ Ում ենք ընտրելու, ում եք աջակցելու, ում մասին ես ինչ կարծիքին եմ, ինչ կարծիք եմ, եթե դուք նկատել եք, դուրս էլի կրկնեմ, ես ոչ մեկին չեմ անհատականացնում, եթե իրականում դա ծայրահեղ անհրաժեշտություն չի։ Նախ, որ ես ինքս համարում եմ համեստորեն, որ ես վերջի ացանը չեմ, ճշմարտության 1, ես դատելու, դատապետելու, եթե դա ծայրահեղ անհրաժեշտություն չկա, ես դա իմ վրա չեմ վերցնում, աշխատում եմ իմ համեստ դիրքում մնամ, որտեղ իմ խնդիրը ինչ որ մեկին դատապետելը չի, իմ խնդիրը ունիվերսալ իրականությունից, այն ինչ որ օրենքներն ունիվերսալ են։ Իրականությունը, եթե հնարավոր է իմ պատկերացումով այլ տեսանկյունից ցուցադրելու, հնարավոր նորություններին ծանոթացնելու, բայց ոչ երբեք ինչ որ մեկին թիրախավորելու բան։ Իմ խնդիրը դրա մեջ չեմ տեսնում, հա, դրա համար էլ ես այս վերջի խոսքին եմ ուզում անդրադառնալ։ Ով ընտրել է, ով ընտրում է, դա պետք է պատասխան տա։ Հիմա սա ձեր հարցերին եմ պատասխանում։ Ես ոնց եմ վերաբերվում նրան կամ ում ընտրել, ինչ անել։ Ես այդ հարցի պատասխանը ուղիղ երբեք ձեզ չեմ տալու, քանի որ նախ ես չունեմ այդ իմ ընտրած որ ասեմ այ պետք է գնալ իրան տալ։ Ես նույնիսկ եթե ունենամ կարող եմ ասել ես դա եմ անելու, բայց ես ոչ մեկ երբեք չեմ ասել գնա դու սա արա, որտեղ ամեն մարդը ինքը պիտի որոշի, որտեղ ինքն էլ պիտի պատասխան տա դրա համար։ Երբ որ մեկ ինձ զանգում ասում են ինչի սա չեք անում, ինչի նա չեք անում, ես մտածում եմ, այ եթե ժամանակ լինի, ես իրան ասեմ, իսկ եթե ես դա անեմ, դուք պատրաստ եք իմ հետ պատասխանատվություն վերցնել դրա համար։ Չէ՞ որ ցանկացած գործ ունում է հետևանքներ։ Ես վստահ եմ, եթե ամեն մեկին ձեզ խորհուրդ են տալի, պարտադրում են, հա, սենց ասեք, իսկ եթե քո ասածով անեմ, հետևանքների համար դու իմ հետ պատասխան տալու ես, իրանք փախնել կյանքում բերանները չեն բացի։ Ցանկացած մեկը ով ինձ գրում է, իսկ ինչու ես սա չեմ անում, եթե ինքը պատրաստ է, որ ինքի հետ պատասխանատվություն է վերցնելու, թող այդ տողի վերջում գրի, դուք սա արեք, ես ձեր հետ պատասխանատու եմ։ Այն ժամանակ քննարկենք։ Բայց քանի դեռ դա ոչ մեկ չի արել, ով ում ընտրի կյանքում, ով ում աջակցի, ինքը պետք է վերցնի դրա նկատմամբ առաջնային անձնական պատասխանատվություն, ոչ թե սպասի, որ ես իրան քննադատեմ, ինչու արեցիք սա, հա? Ասենք ոնց որ ես հիմա Նիկոլին ընտրածներ եմ ասում, ձեզ մենք ինչ վատություն էինք արել, որ դուք մեզ այս կարգի պատժի ենթարկեցիք, հա? Այս ապագա ընտրողը պետք է չսպասի, որ ես իրան ասեմ, հենց մի բան չեղավ, ինքը առաջինը պետք է փայտը վերցնի ու ուղի իր սխալը։ Փայտով կուղի, գրիչով կուղի, հա, գնդացիրով կուղի, դա իմ խնդիրը չի։ Բայց ես հենց ամեն մեկը սկսեց իր սխալը իր նախաձեռնությամբ ուղղել, այն ժամանակ ում ընտրել,
ընտրել կամ չընտրել, հարց չի առաջանա։ Եվ այն մարդիկ, ովքեր առաջադրվելու են, ձեզանից ձայն են խնդրելու։ Եթե իմացան, որ դուք հաջորդ պահին ձեր ձայնը տալուց հետո փայտով կանգնելու եք գլխին պատասխան պահանջեք, նախ կարող է նույնիսկ չինքնաառաջադրվեն կամ չառաջադրվեն, որովհետև հասկանալու են ոնց։ Ես կողմ ես փայտը իջնելու է գլխիս իմ, ինչին է պետք։ Հիմա ինչ են սենց բացեիբատ իրենց սկսում իշխանության մեջ, որովհետև պատասխանատվության տոկոսը 0 է, պատասխանատվության ինստիտուտ գոյություն չունի, ոչ մեկ դեռ միջև այսօր իր ձայն տված տեխնացուից հաշիվ չի ուզելու ինչ արել էդի։ Դուք պատկերացնում եք, իսկ եթե ամեն մեկս քանի հազար հոգի ենք, տասնյակ, 100 էական չի, վերցնենք մեր տված ձայնի նկատմամբ պատասխանատվություն, ոչ թե թևերներս փռենք, վրեն պաշտպանենք, դառնանք դրա վկան, դառնանք սեկտայի անդամ, որը մեր մոտ իրականանում է արդեն 30 քանի տարի է։ Մենք ձևավորում ենք ոչ թե քաղաքական ուժեր, այլ քաղաքական ուղղությամբ սեկտաներ կամ խմբակներ, որտեղ խնդիրը դրված է մի բան, հնարավորինս ամեն ձևով պաշտպանվել։ Ոչ թե կատարելագործվել, ոչ թե գնալ առաջ, ոչ թե բացել, ոչ թե սխալների ուղում անել, այլ հնարավորինս պաշտպանվել, ոնց, ես ինչ ես ասում, կամ ռոբական ես, կամ սերժական ես, կամ չգիտեմ, նիկոլական ես, կամ չգիտեմ, ռուսական ես, սորոսական ես եւ այլն։ Դա կվերանա մի անգամից, եւ որ ամեն մեկը ոչ թե սպասի դրսից հարվածեն, որ ինքը պաշտպանել, ինքը դառնա դրա քննադատու պահանջատերը։ Այդ ժամանակ մեր մոտ ամեն ինչ կվերականգնվի, լավ կլինի։ Ես հույս չունեմ, ես այդքան բան միամիտ չեմ, որ մտածեմ այսպես լինելու ամեն ինչ։ Բայց ես գիտեմ մի բան, եթե մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ, վաղ թե ուշ մենք կհասնենք տեղ։ Իմ խնդիրը այս ճիշտ ուղղությունը մշակել հնարավորինս մատչելի ձևերով ներկայացնելն է։ Նաև ինքս իմ համար։ Եթե մենք գնանք ճիշտ ուղղությամբ, պարզ շիտակ, մենք անպայման տեղ կհասնենք։ Իսկ արագություններ կախված է, թե մենք ինչ քանակ ունենանք տոկոսային հարաբերությունով եւ ինչքան ակտիվ կլինենք մեր տեսլականը տարածելու մեջ։ Այնպես է տեսլականը տարածելու մեջ գործիքներից մեկը նաև այս հաղորդումները տարածելն է, եթե համաձայն չեք, եթե համաձայն եք նաև կարող եք բաժանորդագրվել։ Եվ այսպես այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։